դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ։ Նախ առաջին ասեմ, ցավոք սրտի 2021 թվականին ես բավականին սեղմ ռեսուրսներ ունեի, հա, իմ անձնական միջոցներով, իմ հասարակական կազմակերպությամբ, մեր հայրենասեր հայրենակիցների շնորհիվ եւ ներգրավմամբ ընդամենը 35 հոգի էինք եւ ասեմ 35 հոգով միայն Երևան քաղաքում 100-ից ավել խախտում ենք արձանագրել ու վեր եմ հանել մոդելները, թե ինչ խախտումներ են իրականացնում։ Օրինակ ձայնագողությունը հաշվարկի ժամանակ ցույց են տալիս օրինակ 3-րդ քվեաթերթիկն է մերն այս պարագայում ու պատկերացրեք 3-րդ քվեաթերթիկը դնեն այլ քաղաքական ուժի տրցակի վրա։ Ու հենց այս խախտումը կանխարգելելու նպատակով է ամենաշատը նաև այդ թվում մեր սիստեմայի համակարգի ներդրումը փորձելու ենք բոլոր տեղերում ներկայացուցիչ ունենանք կանխարգելելու համար նման միջամտությունները։ Եվ ես շատ շնորհակալ կլինեմ, եթե դուք էլ ու այն բոլոր մարդիկ, ովքեր իրականում իրավատեր են, պահանջատեր են եւ կողմ են, որ օրինական ընտրություններ իրականացնեն, փորձեն մասնակից լինել եւ վերահսկել ընտրական գործընթացին։ Բայց քանի որ օրինակ նույն 2021 թվականին ես այնքան մասշտաբ չունեի, որ այդ խախտումների քանակով ու տեսակով ցույց տայի, որ դա կարող է ընտրական գործընթացի վրա էական ազդեցություն ունենալ, բնականաբար այդ արձանագրումները ընդունվեցին ի գիտություն թե ԿՀ-ի, թե միջազգային կառույցների կողմից, բայց չունեցան հետևանքներ։ Ասեմ ավելին, մեր դիտորդական առաքելությունը երկու առաքելություն ունի։ Համ մենք ընթացիկ արձանագրում ենք խախտումները, համ մենք կանխարգելում ենք օրվա ընթացքում եւ հնդածս խախտումները։ Նույն օրինակ Գյումրու ընտրություններին մենք բազմաթիվ ընթացիկ խախտումներ ենք տեղում կանխարգելել եւ թույլ տվել բնականon ընթացքը ապահովել ընտրությունների, ինչը եւս իր արդյունքը տվեց։ Հիմա ուզում եմ հայտարարել, որ մենք կապի մեջ ենք միջազգային գործընկերների հետ եւ զեկույցներ են հրապարակվում եւ շնորհակալ եմ նրանցից շատերը բավականին աչալուրջ են եւ այս բոլոր խախտումները, որոնք այսօրվա դրությամբ իշխող ուժը հատկապես իրեն թույլ է տալիս, մենք ամենօրյա ռեժիմով մեր գործընկերներին տեղեկացնում ենք, իրազեկում ենք ու հավատացեք, դրանք իրենց ծավալով ու բովանդակությամբ եթե շարունակվեցին, ես համոզմունք ունեմ, ինչքան էլ այդ հիբրիդային միջամտությունները տեղ են ունենում հատկապես մեր քաղաքական ուժի նկատմամբ, այդ հիբրիդային միջամտությունների հետևանքը զեկույցներում կստանան, որովհետև մենք հողի վրա մի պատկեր ունենք, որ միջազգային գործընկերներին լրիվ այլ իրականություն էր մատուցվել։ Եւ օրինակ երբ դնում ենք, ինչպես ուղղակի ես այսօր հնարավորություն չէի ունեցել լրահոսին հետևելու, որ նորից Նիկոլ Փաշինյանը իրեն թույլ է տվել տենց ոչ միայն քաղաքական գործչին, առավել եւս վարչապետին ոչ հարիր խոսույթ, ինչպես ասացիք, հա, ինչ որ մեկին բոմժ դարձնելը դա ուղղակի սպառնալիք է, ունեզրկման, դա քրեական օրենսգրքի շրջանակներում տեղավորվող հանցավոր արարք է, առավել եւս երբ մարդը պաշտոնատար անձ է, արդեն տեսել ենք, որ իրականացրել է սպառնալիքներ ու դրանք կյանքի են կոչվել, օրինակ հեծի այս չակերտավոր ազգայնացման գործընթացը, որը բացահայտ կերպով մարդու սեփականության իրավունքի խախտում էր, ոտնահարում էր, որը կրկին, հա, օրենսդրական գործընթացների շրջանցմամբ տեղի ունեցավ, արտահերթ նախագիծ բերեցին, որի վերաբերյալ միջազգային արբիտրաժային դատարանը կայացրեց որոշում, պահանջելով դադարեցնել այդ գործընթացները, իսկ դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն Նյույորքյան կոնվենցիայի վավերացված անդամ է, այլև մենք ունենք Կիպրոսի Հանրապետության հետ երկկողմանի ներդրողների շահերը պաշտպանող համաձայնագիր ու նման համաձայնագիր տասնյակ պետությունների հետ ունենք ու դա մեր միջազգային, մեր պետության միջազգային վարկանիշին ահռելի հարված էր։ Ու ինչ տեղի ունեցավ, անգամ կներեք, այն աշխատակիցը կառավարության միջազգային հարցերով ներկայացուցիչը, ով իրեն թույլ տվեց ասելու, որ միջազգային արբիտրաժի որոշումը կատարման ենթակա է, նրան Նիկոլ Փաշինյանը ազատեց աշխատանքից եւ ասեց, որ կառավարությունը միայն ինքն է։ Կներեք, հարգելիներս, սա իրավական պետության համար անթույլատրելի վարքագիծ է, նույն մարդու իրավունքների եվրոպական դատանի նախադեպային պրակտիկա գոյություն ունի։ Միեդը ասում է, որ պաշտոնատար անձը արդեն իսկ իր կարգավիճակով կաշկանդված է նման խոսույթ կիրառելով։ Օրինակ ես
Գոհար Մելոյանս ավելի լայն իրավունքներ ու հնարավորություններ ունեն որպես քաղաքացի, քան նա Նիկոլ Փաշինյան վարչապետը եւ մնացած բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որովհետեւ այդ պաշտոնը, այդ մանդատը ոչ թե առավելություն, այլ պարտավորվածություն է ու պատասխանատվության շրջանակ է։ Իրենք երբ ընդունում են այդ պաշտոնը, ի պաշտոն է ավելի շատ սահմանափակումներ ունեն, որովհետեւ իրենք ավելի հանրամատչելի են, ավելի շատ հանրային շրջանակներ են իրենց հետևում եւ իրենք սահմանադրորեն պարտավորված են զսպվել միայն այն իրավունքներով, լիազորություններով ու գործառույթներով, որոնք իրենց տվել է սահմանադրությունը եւ օրենսդրությունը, օրենքը։ Իսկ այս մարդիկ բաց այդ կերպով օրը ցերեկով, այսպես ասած, գնում ու սպառնալիքներ են հնչեցնում։ Սա էլ է հիբրիդային միջամտություն, նորմալ երկրում այս մեր գործընկերները, որոնք բազմաթիվ ներկայացուցիչներ այսօր ունեն Հայաստանի Հանրապետությունում, ահավոր վատ արձագանք կտային, բայց ելի կրկնեմ, դիտորդական առաքելություններից շատերը, ովքեր հիմա երկարաժամկետ դիտորդություն են իրականացնում, մենք օրինակ առիթ ունեցանք իրենց ցույց տալու Նիկոլ Փաշինյանի նախորդ խայտառակ տեսանյութը, հիշում եք, հա, բժշկուհի տիկնոջ հետ, ինչ բառամթերք օգտագործվեց ուղղված ընդդիմադիր ուժերին, որոնք մասնակցում են այս գործընթացներին, այդ թվում նաև մեզ, այդ խայտառակ բառապաշարը լսելուց այդ մարդիկ ուղղակի ապշել էին, հա, չէին հավատում, որ հնարավոր է ոչ միայն քաղաքական գործիչը, այլև երկրի վարչապետը իրեն թույլ տալ, օրինակ, կներեք, վերարտադրեմ, բայց ես մի եզրույթը արդեն կզցնելու եմ եզրույթ, որը ուղղակի սպառնալիք է, որովհետև կրկին եմ ասում, այնպես չի ինքը ասել է անցել է առաջ։ Կոնկրետ մեր պարագայում, մեր առաջնորդի պարագայում, պարոն Կարապետյանի, մենք դեպք ունենք, երբ այն հայտնի եկեղեցուն մոտ տրված կարճ 1 րոպե տևող հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան արագ-արագ ստատուսներ գրեց եւ այդ ստատուսները կյանքի կոչվեցին շատ հրատապ կարգով, հա, իրավապահ մարմինների կողմից, այնպես որ սա եւս արձանագրելու է եւ սա եւս որակազրկում է միջազգային գործընկերների արչեւ մեր ընտրական գործընթացի արդարությունը, ասեմ ավելի, մենք ունենք գործընկերներ, դիտորդական առաքելություն, որը արձանագրել է, որ մեր քաղաքական ուժի պարագայում հավասարության սկզբունքը արդեն խախտված է, որովհետև ի տարբերություն ընտրական գործընթացի մասնակցող բոլոր քաղաքական ուժերի, մեր պարագայում մեր առաջնորդը Սամվել Կարապետյանը հնարավորություն չունի մասնակցելու նախընտրական քարոզչությանը։ Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև տեսեք, դատարանը պարոն Կարապետյանի նկատմամբ բոլոր սանկցիաները ըստ էության վերացրել է։ Նա տնային կալանքի ներքո է գտնվում միայն մեկ հիմնական սահմանափակմամբ չի կարողանում լքել իր տան տարածքը, այսինքն նպատակը բացառապես նրա ազատ տեղաշարժի հնարավորությունը սահմանափակելն է, ինչը անհավասարության միջավայր է ստեղծում մեր քաղաքական ուժի համար։